Աստծուն բոլորս ասենք парк. Скажем слава Богу нашему, чудному Богу, во имя Сына Его Иисуса Христа. Скажем аминь. Գիտեք, ես ու մուգուչ եղբան ենք եկել Սակրամենտո քաղաքից, Ամերիկայի և Աստծո ժողովրդից, Սակրամենտո եկեղեցուց մենք բերել ենք բարևներ ձեզի։ Այնտեղ ապրում Աստծո ժողովուրդը և Աստծո ժողովուրդը աղոթում է ձեր համար։ Վստահ ենք, որ դու եք աղոթում մեր համար։ Ասենք փառք Աստծո։ Այո։ Գիտեք, շատ ուրախ ենք էլի, որ Աստված էս մեծ հնարավորությունը տվեց մեզի, որ մենք կարողանանք գանք, շնորհակալ ենք Աստծուց, շնորհակալ ենք մամիկո եղբոր եւ բոլոր խորհրդի եղբայրներից եղբայրությունից, որ մեզի հրավիրեցին, մեզի հրավիրեն արել 2000 թվին, երբ որ 40-ամյակն էր Սուրբ Հոգուն մկրտությունը Հայաստանի 24 տարի չենք եղել ստեղ, ամենակարող Աստծուն փառք, որ մենք այս երկրի վրա ունենք այս հնարավորությունը իրար տեսնելու, իրարու համար աղոթելու, որտեղ այդ ամենակարևոր հարցն է մեր կյանքի մեջ։ Եղբայրներ քուրեր, եկեք բոլորս ասենք փառք Հիսուսին, փառք Հիսուս Քրիստոսին, իր մեծ սիրո ողորմության համար։ Գիտեք, Արագած 3-րդ գլուխ 6-րդ խոսք, քո բոլոր ճանապարհներիդ մեջ զանիկա ճանչիր, ու անիկա քո շավիղները պիտի ուղղե։ Գիտեք, եղբայրներ քուրեր, կարևոր չի, որ դու Ամերիկայում ես ապրում, թե ստեղ Հայաստանում, գիտեք, ամենակարևոր հարցը, որ դու կապ ունենաս Աստծո հետ։ Ամենակարևոր հարցն այսին, որ դու Աստծո հետ կապ ունենաս։ Որ դու քեզ մաց ուստան ասեն, էսի Աստծո մարդը, Աստծո մարդը այքը, Աստծո մարդը տարբերվում է։ Գիտեք, հավատացյալի մեջ և հոգևոր մարդու մեջ մեծ տարբերություն կա։ Հոգևոր մարդը Աստծո հետ կապ ունի, Աստծուն հաճելի կյանք ապրում։ Գիտեք, շատ կարևոր է դա, վերջի օրերի ժամանակ վերջի, որ մարդը լեցված է լի Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգուն մեծ տեղապետ տալ։ Եվ ինքը բոլոր քո ճանապարհների մեջ քեզի կօգնի։ Գիտես, մենք աղոթում ենք Հայրեն, դա շատ լավ է, բայց մենք պետք է լցված լինենք Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգու աղոթքի նշանը օտարլեզվի աղոթքն է։ Եվ Աստված մեզի բոլորիս շատերիս Սուրբ Հոգով է մկրտել։ Կարանք ասենք փառք Աստծո։ Որ մեկս ենք արժանի, հա։ Որ մեկս չէ, արժանի չէինք։ Եղբայրներ քուրեր, գիտես, հոգու աղոթքը մեծ բան է։ Եվ դու հոգով ես լցված, հոգով ես աղոթում, Աստծո խոսքն ես ասում, գիտեք, երբ որ առաջնորդություն ալնում, մեկն ու մեկին եթում ես մի բան վկայես, չէ, թեկուզ հավատացյալ մարդը ինքդ մի քիչ տկարացել է, այդպես հետ խոսալու, եւ քո մեջի հոգին է խոսում։ Եվ գիտեք, կա խոսք, որ մեջ Սուրբ Հոգու ներգործություն չկա։ Կա աղոթք, Սուրբ Հոգու ներգործություն չկա։ Կա երգ, Սուրբ Հոգու ներգործություն չկա։ Կարևոր է Սուրբ Հոգու ներգործությունը լինի։ Գիտեք, դա զորություն է, դա կյանք է։ Դա մարդու կյանք է տալիս։ Հիշում եք, երբ որ փորձության ժամանակ անապատում Հիսուսին տաճարի գլուխ հանեց թշնամին, Սատանան, եւ ամբողջ աշխարհը ցույց տվեց։ Ասեց, ես իշխանությունը իմն է, ումը կուզենամ իրան կտամ։ Մենակ մի անգամ ընձի երկրպագություն արա։ Եվ Հիսուսը մերժեց, որովհետև միայն երկրպագությունը Աստծուն է։ Բայց կարաք ասեք ոնց, հոգով եւ ճշմարտությունով,
Այդպես երկրպագողներ Աստված իրան փնտրում է իրան, որ հոգով եւ ճշմարտությունով երկրպագություն անեն։ Ես դա շատ տեղեր եմ պատմել, ձեզ եմ ուզում ասեմ, մի եկեղեցում ուրեմն մի հատ երիտասարդ տղա է նստածնում, որ քարոզիչը քարոզում այնք ասում հալելույա։ Որ քարոզիչը քարոզում ասում հալելույա։ Իր մորքունն էլ է նստածնում, այդտեղ պաշտամունքի տեղը, պաշտամունքի հետո ասում է տղա ջան, ասում է կասյումդ հինա, կոշիկներդ հինա, տղա ջան, սարոշկա էլ չունես։ Արի քո համար թազա կասյում առնեմ, կոշիկ առնեմ։ Ու այդ ալելույան էլ մի ասա։ Այդ կասյումը հացնում է, սարոշկեն կոշիկը հիմա եկել է, պաշտամունքի տեղը նստած է, մեկ է քարոզիչը քարոզում է, մեջը կրակ է վարվում, ուզում ասի ալելույա, բայց նա հիմա կասյումին չկար մասի։ Չկա մասի։ Կրակ քրդին քվրից է թմա, աշկեից արցունքա թափում, չկա մասի, ալելույա։ Իբացակ, ալելույա, ասենք ալելույա։ Գիտեք, պաշտամուկը պրստում է վազելու հետ մայր ամորքուրի մոտ ասում է, մորքուր, ես կասյումը քեզ, սարոշկեն քեզ, կոշիկները քեզ, իմ ալելույան տուրըցի։ Քուրեր եղբեներ, սուրբ հոգուլեցունություն ապետ։ Վերջի օրերի ժամանակ հոգու լեցնություն ապետ։ Եթե հոգու սուրբ հոգով մկրտված ես, ու դու աղոթում ես սուրբ հոգով ու տեսնում ես սուրբ հոգու ներգործությունը, չկա օրդությունը, այդ սոկը, գիտեք չէ, սոկը չկա, չոր ձևով ես աղոթում, ուրեմն շատ վտանգավոր վիճակ է։ Աղոթի սուրբ հոգով, երգի սուրբ հոգով, եւ կտեսնես Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ։ Ուր որ եթում ասել վերջի օրեր դու ելեք ոնց ես ապրել, թող ներքի սենյակդ մտել, լացի իր արջև, ողբա իր արջև, ասա ես սուրբ հոգով աղոթում եմ, ներգործություն չկա մեջս, լցրու մեզի, լցրու ինձի, գիտեք սուրբ հոգու կերակուրը Աստծո խոսքն է, իշքան Աստծո խոսքը ուտես, սուրբ հոգով կլցվես,